Ուրեմն 3 հարց ունեմ ստեղ, այս նախագծի հետ կապված։ Առաջինը, եթե պաշտպան հայրենացի մասնակիցների դեպքում հնարավորություն կա այդ կիսամյակային գնահատականներով ատեստավորված համարել, ինչի նույնը չի տարածվում օրինակ մյուս պայմանագրայինների համար, որոնք նույն կիսամյակային գնահատականներ են ստանում, քննություններ են ստանում եւ այլն։ Երկրորդը, երբ որ խոսում են ռազմաուսումնական հաստատություն ավարտածներին քննությունները որպես ատեստավորում համարելու մասին, արդյոք խոսքը վերաբերում է նաև տարբեր Հայաստանում եւ դրսում նաև ակադեմիա ավարտած սպաներին։ Եվ երրորդը, երբ որ մենք խոսում ենք 5 տարի հետո պաշտպան հայրենաց ծրագրով 5 եւ 2 տարի պայմանագիր կնքողներին, ապա չեք կարծում, որ սա անհավասար դաշտ է ստեղծում պայմանագրային մյուս ծառայողների համար, որոնք 3 տարի կամ մինչև միգուցե 5 անգամ երկարացնում են իրենց պայմանագրերը, բայց այսպիսի պատվովճար չեն ունենում։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Առաջին հարցի կապակցությամբ նշեմ, պարոն Աբրահամյան, կխնդրեմ օրենքի բովանդակության ավելի մանրամասն ծանոթանալ, խոսքը չի վերաբերում կիսամյակային քննություններին, խոսքը վերաբերում է ուսումնական զորամասում, ուսումնական պրոցեսի ավարտական քննությունների արդյունքները համարել որպես ատեստացիայի գնահատական։ Եթե գիտեք, մինչև վերջերս դա 1 կիսամյակ էր, հիմա նախատեսվում է, որ դա կլինի 4 ամիս, ուսումնական պրոցեսը կտևի 4 ամիս։ Երկրորդը չի վերաբերում ակադեմիան ավարտողներին, վերաբերում է միայն ռազմաուսումնական հաստատությունների քառամյա կամ հնգամյա ծրագրերը ավարտող սպաներին, երիտասարդ սպաներին, որովհետև թե պաշտպան հայրենյացի պարագայում եւ թե ռազմաուսումնական հաստատությունների ավարտման պարագայում քննությունների տեսակները եւ բովանդակությունը հավասարեցված է ատեստավորման քննությունների բովանդակությանը։ Ավելին, հաճախ ավարտական քննությունների բարդությունները ավելին են, քան ատեստավորման քննությունների պարագայում է։ Մյուս մասով չեմ համարում, որ այստեղ անհավասարության խնդիր կա, որովհետև մենք խոսում ենք մի կոնտինգենտի մասին, որ բանակի շարքերը համալրել է վերջին 3 տարիների ընթացքում։ Եվ մենք փորձում ենք այս համակարգը ամրացնել, բյուրեղացնել, եւ չեմ բացառում, որ հետագայում հաշվի առնելով որակները, այլ մոտիվացիոն համակարգեր կունենանք նաեւ այլ պայմանագրայինների մասով, ինչպիսիք օրինակ ունենք հատուկ նշանակության ստորաբաժանումներում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Արձագանք համեցեք։ Ուսումնական զորամասերում համապատասխան ծրագրերը երբ որ իրականացում են, իհարկե դրանք տարբեր են կիսամյակային քննություններից, բայց կիսամյակային քննությունները, որոնք ամբողջ զինված ուժերը տալիս է, դրանք է կարելի է որոշակի առումով բերել եւ մեկ դաշտում մտցնել, չեմ կարծում թե մեծ խնդիր կա, եւ յուրաքանչյուր կիսամյակային արդյունքներով ողջ զինված ուժերի համար, ստորաբաժանումների համար միևնույն մոտեցումները մտցնել։ Նույնը ակադեմիաների հետ կապված եմ նաեւ նշում, այստեղ քանի որ դրված է 4 հիմնական ուղղություն քննությունների, որն է խնդիրը նույն ակադեմիաներում սովորող անձանց մասով էլ վերել, որոշակի համահարթեցում անել, նաև քննությունների մասով եւ ունենալ նույն հարցը։ Երրորդ մասով ավելի մանրամասն ելույթում ես կխոսեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ամեն դեպքում այս փուլում մենք կարողացել ենք համահավասարեցում ապահովել ուսումնական զորամասերի կրթական ծրագրերի եւ ատեստացիայի պահանջվող գիտելիքների մասով եւ նույնը կարող եմ ասել նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մասով։ Մնացածը իհարկե առաջարկներ են, որ ես լսեցի, այս պահին կառավարությունը պատրաստ է այս շրջանակներում առաջարկ ներկայացնել ազգային ժողովին, հետագայում այլ փոփոխություններ եթե ունենանք, նաեւ կարող ենք հաշվի առնել ձեր առաջարկները։ Շնորհակալ եմ։